Այսօր մայիսի 22-ն է և հորոսկոպն այսպիսին է։ Խոյեր, այսօր կարիք ունեք հանգստանալու, վերագնահատելու ձեր վերջին որոշումները, մի փորձեք ամեն ինչ վերահսկել, թողեք իրադարձությունները զարգանան բնական հունով։ Ցուլեր, վճռականության և ներքին վստահության օր է, աշխատավայրում կարող եք ստանալ առաջարկ, որը կպահանջի երկարաժամկետ պատասխանատվություն, միշտ ապեք խորհրդակցեք վստահելի մարդու հետ։ Երկվորյակներ, հարաբերությունների խորացման շրջան է, եթե զգացմունքային անհավասարակշռություն եք ապրում, ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ լսելուն։ Խեցգետիններ, հոգնածությունն այսօր կարող է խանգարել կենտրոնանալ աշխատանքում, փորձեք սահմանել ձեր առաջնահերթությունները, երեկոյան կարիք կունենաք մենակ մնալու։ Առյուծներ, ձեր խոսքը այսօր կարող է ազդեցություն ունենալ շատերի վրա, օրը հարմար է կարևոր հանդիպումների, հատկապես դիվանագիտական բնույթի, մի զիջեք սկզբունքները, բայց եղեք լսող։ Կույսեր, նկատելի է ներքին լարվածություն, օրը կապված է որոշ չլուծված հարցերի հետ, կարևոր է ընդունել, որ որոշ բաներ պետք է թողնել անցյալում, օրը հարմար է ինքնաճանաչման համար։ Կշեռքներ, ուշադրություն դարձրեք ֆինանսական որոշումներին, հնարավոր են առաջարկներ, որոնք առաջին հայացքից գրավիչ կթվան, բայց խորքում ունեն շատ մեծ ռիսկեր, խորհուրդ է տրվում զերծ մնալ մեծ ծախսերից։ Կարիճներ, ձեր ինտուիցիան այսօր ուժեղ է, բայց մի կողմ դրեք տրամաբանությունը, կարող եք ստանալ տեղեկություն, որը առաջին հայացքից աննշան կթվա, բայց հետո կկարևորի ձեր որոշումը։ Աղեղնավորներ, զգուշացեք չմտածված խոսքերից, ինչ-որ մեկը կարող է սխալ մեկնաբանել ձեր մտադրությունները։ Այս եղջյուրներ, բարենպաստ օր է աշխատանքի պլանավորման ու կառավարման համար, ջանասիրությունը այսօր կարող է նկատվել վերադասների կողմից։ Ջրհոսներ, այսօր կարիք ունեք ներսից լսելու ինքներդ ձեզ, անսպասելի հիշողություն կամ զգացողությունը կարող է փոխել ձեր հայացքը ներկա իրավիճակի նկատմամբ, թույլ տվեք ձեզ մի պահ կանգ առնել։ Ձկներ, հոգևոր լիցքավորման ժամանակահատված է, կարող եք օգնել մեկին, ով դժվար իրավիճակում է անգամ բառերով։ Մի մոռացեք, դուք ձեր միջավայրում լույսն եք, լսելու և համբերատար լինելու ունակությունը կգնահատվի։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, մնացեք Օրագիր Նյուզի հետ, մաղթում ենք հաճելի օր։